Բարև ձեզ ժողովուրդ ջան, երկու բառով երեկվա ձերբակալությունների հետ կապված Գագիկ Ծառուկյանի, ուրեմն նախ ասեմ, որ այդ ձերբակալությունով ոչ մեկ չի կարա Գագիկ Ծառուկյանին վնաս տա, եթե ասեմ ձեզ Գագիկ Ծառուկյանը պրոբլեմ չունի։ Հիմա ինչ կապված է այս Նիկոլը ինչ էր անում։ Նիկոլի արածների մասին իմաստ չկա խոսելու, լրիվին պարզա, խելքը գլխին մարդկանց պարզա, թե Նիկոլը ինչ անում, իմաստ չեմ տեսնում, ինչ որ բաներ ասեմ այդ մասին։ Հիմա ինչի մասին եմ ուզում խոսեմ։ Ուրեմն ես ահագին երեկվանից նայում եմ այս մեր ժողովրդի, ասենք գրածները, կոմենտները, այս ինտերնետով, ասենք անալիզ եմ անում, էլի։ Ուրեմն այս 25%-ը մոտավոր ցավալի թիվ է, բայց ուրախալի է, որ 25%-ն է այս վիճակին։ Այս ձևի անշնորհակալ մարդիկ, ասենք, մեր ազգի մեջ որտեղից այս աստիճանի անշնորհակալ մարդիկ, այդ 25%-ի մասին եմ ասում։ Ուրեմն դուք չեք իմանում Գագիկ Ծառուկյանը ինչ էր արել, այս ազգի համար ինչքան արած ունի։ Ասենք դուք չգիտեք, որ Գագիկ Ծառուկյանը որտեղ որ ձեռը դրել է, ծաղկել է այդ տեղը։ Դուք այսինքն ես ինչ երեք խոսում, ես ինչ երեք գրում, արա։ Վախեցեք Աստծուց, ժողովուրդ, չի կարելի ուրիշի դժբախտության վրա ուրախանալ, առավել եւս այս տեսակ բարերար մարդու դժբախտության վրա։ Չի կարելի, ժողովուրդ։ Ուղղակի, ասենք, մենք դրա համար ենք այս օրը, այս 25%-ն է մնացել այս վիճակին, մնացածը դզվել են, շատ էին դզվել են, հիմնականը հասկացել են ինչա կատարել, այս 25%-ը ահավոր թիվ է, որ ասենց ծանր հոգեկան վիճակում է, ազգաբնակչության 25%-ը։ Հիշում եք Մանվել Գրիգորյանին, որ ձերբակալեցին, շատ ավելի շատ մարդիկ էին ուրախացել, այս նույն ձևի, սենց էլի այս կոմենտներ, չգիտեմ ինչեր։ Տեսակ ինչ աղետ եկավ գլխներից, այս է, դրա համար էլ այս վիճակին ենք, Հələ մի հատ ուշադրություն դարձրեք, ինչքան հայրենասեր մարդ կա, ինչ որ ձև ուզում են ձերբակալեն, չգիտեմ, չթողան իրա գործը հայրենասիրական անի, Բաքվում ընդեղ են այդ Արցախի ղեկավարությանը ու Ռուբեն Վարդանյանի նման մարդուն ձերբակալել, իրանք են շատ ծանր վիճակում հիմա։ Ստեղ այս նույն բաները գնում։ Չի կարելի, ժողովուրդ ջան, ուշքի եկեք մի հատ, ուշքի եկեք։ Մենակ փորով չի ամեն ինչը, մի քիչ ուղեղով մտածեք։ Բայց ուղղակի ասեմ, որ շատ լավ է, գոնե որ քիչ մասսա է մնացել,